Հիմա Ադրբեջանի քարտեզներն է Իլհամ Ալիևի քարտեզը բարդ վիճակում է գտնվում, նա անձամբ իր արևով, քանի որ ինքը այծեղ ջուր է։ Չնայած նրա մոտ, որքան գիտեմ, Մարսը գտնվում է աղեղնավորում, ես այստեղ իր քարտեզն եմ դիտարկել մի վայրկյան։ Իսրայելին էլ է դիտարկված, այ Իսրայելի համար 2106 ամենաբարդ օրերից մեկը Մարսը արևի վրա իրենց ղեկավարության արևը ցուլում, Մարսը ցուլի կենթանակերպում բարդ դիրքեր։ Սա հնարավոր է, որ տա կոնֆլիկտներ, նաև Մարսի հետ դիրքերը, տեսեք, Իսրայելի քարտեզը 2106-2021 է այդ ժամանակահատվածում, նրանց ղեկավարության, ռազմաքաղաքական ղեկավարության հետ խնդիրներ կարող են լինել, ներքին բախումներ։ Գիտեք, մոլորակային դիրքերը կան, բայց երբեմն դրանք չեն հրապարակվում։ Դրանք ռազմաքաղաքական կամ ներքաղաքական կամ ներսում գաղտնիքներ են, որոնք չեն հանրայնացում, բայց այս ժամանակահատվածը հենց Իսրայելի համար է բարդ։ Հիմա ես տեսնեմ Ալիևի մասին խոսում ենք։ Այո։ Ահա։ Հենց ամսի 15-ին արդեն լարվածություն, 15-16-ն է լարված Ալիևի քարտեզը, արդեն լարվածությունը անցնում է, նաև ամսի 22-ը, 22 և 29-30, 22-23 այդ ժամանակահատվածում։ Այստեղ տեսնում եք, չգիտեմ երևում է թե ոչ։ Սա արևն է, Մերկուրին է, նրա մոտ մեր Մարսը գտնում է աղեղնավորում, այո, ճիշտ եմ հիշում։ Եթե այս վիճակով, այս խոհեմությամբ նա հանդես գա, դեռևս, բայց սա բարդ քարտեզ է։ Ասում են, որ Իսրայելի դրդմամբ Ալիևի վիճակը ավարտվելու է։ Այս պահին, եթե ես դիտարկում եմ քարտեզը, մինչև մայիսի 20-ի մոտակայքում ճնշումներ կա, սա միջպետական Մարսը խոյում, սա ներքին, սա նաև ասում եմ, մահափորձի ճնշումների Մարսը խոյում, գլխի հատվածում ղեկավարությունն է, ռազմաքաղաքական ղեկավարությունն է ստեղել։ Նա ես միշտ խոսում ենք Ալիևի մասին, չգիտեմ իրականում սա իր ծննդյան տվյալներն են, թե փոխված են, բայց տիպիկ ղեկավարի տվյալներ է։ Նրա քարտեզը հենց հուլիսի 2-ի մոտակայքում նրա քարտեզն էլ է բարդ, որտեղ Յուպիտերը խեցգետնից անցնելու է առյուծ, այստեղ Պլուտոնի հետ հիմա այլ ժամկետ է, բայց ես հիշում եմ, էլի։ Աստղաբանը տեսնում է Ալիևի հաջորդ քայլերը։ Հիմա ճնշումներ կան նրա մոտ։ Ինչերի է պատրաստվում։ Ինչ քայլեր է